Նա փաստորեն դնում է այն հարցը, որ եթե դու տեսական ուրեմն գիտություններով կարողանում ես ճանաչել աշխարհը, ապա դրանք կարող ես գործնական գիտությունների դաշտում դրանք կիրառելի դարձնել, կիրառականություն ապահովել եւ այս կիրառելիությունը կանխորոշում է հաջողությունը այդ ոլորտներում։ Ստացվում է, որ այն պնդումը օրինակ որ հիմա կա, չէ, դե գիտությամբ կարելի է զբաղվել, որպեսզի չզբաղվել ենթադրենք տնտեսական հարցերով կամ քաղաքականությամբ, Դավիթ Անախտի համար դրանք մերժելի մոտեցումներ են, որտեղ ինքնին նա համարում էր, որ այդ երկուսը գիտական ուղղություններ են։ Այսինքն քաղաքականության դաշտը անգամ նա դիտարկում էր որպես գործնական ոլորտ գիտության համար։ Եվ եթե մենք նայենք մտքի բարդության աստիճանից, իհարկե շատ ավելի դժվար է գիտական տարբեր տեսական մտքեր գործնականում կիրառելի դարձնել օրինակ տնտեսության կամ քաղաքականության պարագայում, ասենք հասարակական հարաբերությունների պարագայում, քան ենթադրենք մեխանիզմ ես պատրաստում զուտ տեխնիկական ինչ-որ գործիքակազմով աշխատի ենթադրենք ինչ-որ սարք։ Հասարակությունը ինքը շնչող արմին է մի ամբողջ չէ ստացվում է, այսինքն հավաքականություն մարդկանցում, որի պարագայում այդ նախապես արված տեսական եզրահանգումները ավելի դժվար կաշխատել։ Աստորեն Դավիթ Անախտը անգամ այս խորության էր հասել եւ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։